Կուտակումներ եղել են, 1-2 անգամ են եղել, տեսեք, պարբերաբար հոսքը ընտրողների շատանում է ու շատ կտրուկ է դա տեղի ունենում, որ անգամ անհնար է այդ պահին դա վերահսկելը առանց ոստիկանի միջամտության, որովհետև այս տարի, ինչպես արդեն տեղյակ եք բոլոր ընտրատեղամասերում, այս նույն հարցը կա, որ ընտրողները շատ ավելի շատ են, իհարկե դա շատ ուրախալի փաստ է, բայց դա արդեն ինքնին պատճառ է դառնում կուտակումների եւ ինչ որտեղ նաեւ անվերահսկելի իրավիճակի։ 1-2 անգամ եղել են կուտակումներ, ստիպված արդեն խնդրել եմ, որպեսզի ոստիկանները միջամտեն, դուռը փակել ենք ընթացիկ, հերթերը կարգավորել ենք, մի քիչ եղանակն էլ է էլի խանգարում, շոկ է դրսում, հիմնականում ծեր տատիկ պապիկներ են, խնդիր է դրսում երկար կանգնելը, փորձում ենք իրենց դրության մեջ մտնել, գոնե ստվերին ենք վերում մի քիչ կանգնեն եւ այլն, այդ պիսով բնականաբար առաջանում են կուտակումներ, այդքան խախտումներ չի կարելի անվանել, ինչքան լիազորությունների չարաշահման փորձեր, կոնկրետ անուններ չեմ կարող տալ իհարկե ոչ կուսակցության, ոչ մարդկանց, իմ լիազորություններով պայմանավորված, բայց կան մարդիկ, ովքեր նշանակված են այս կամ այն կուսակցությունից այստեղ որպես վստահված անձ, փորձում են իրենց լիազորությունները չարաշահելով, ինչ-որ վերահսկողության տակ վերցնել թեկուզ կազմակերպչական հարցերը, ինչի իրավունքը իրենք բնականաբար չունեն, որովհետև այդ պարտականությունները դրված են նախագահի վրա հանձնաժողովի եւ իրենք ընդհանրապես խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ինչ-որ բան խոսել, երբ որ իրենց ձայնի իրավունք է տրվում, ոչ թե տեղում ինչ-որ հերթ կարգավորել, ուղղորդել, թե որ սեղանին մոտենան, նմանատիպ իրավիճակները եւս ավելի խորացնում են այդ կուտակումները, լարում են տեղից արդեն լարված իրավիճակը, նման տհաճ իհարկե 1-2 դիպված եղել է, որ ստիպված ենք եղել ոստիկանների միջամտությունը հայցել ու կարգավորվել է տեղում իհարկե խնդիրը։ Մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչ Դե բնականաբար չափից շատ ինքնավստահությունը ինձ թվում է վերագրվում է կոնկրետ քաղաքական ուժի, որը իրեն կարող է թույլ տալ նմանատիպ վարքագիծ առանց անուններ տալու։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։